Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։ Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, նախարարը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։ Դեսպան Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին եւ նախարարության թիմին։ Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաեւ մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել TRIP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ, ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը։ Մայրաքաղաքի Ագադան Գեղոսի փողոցում կայանված ավտոմեքենայից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։ Հանել տարել էին Chevrolet-ի թափարգելի նիկելապատ դետալը, սակայն այս մասին մեքենայատերը չէր հայտնել իրավապահներին։ Գողության վերաբերյալ տեղեկությունը համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ստացան օպերատիվ միջոցներով եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ անցան գործի։ Հանցագործության բացահայտմանը նպաստեց նաեւ համացանցում տարածված տեսանյութը, որի ուսումնասիրությամբ էլ ոստիկանները պարզեցին, որ հիշյալ գողությունը կատարել է Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը։ Հունվարի 12-ին նա հայտնաբերվեց իր բնակության վայրում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի, ազդրի եւ կրծքավանդակի կտրած ցակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ ժամը 18:30-ի սահմաններում ձնագնդիկով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկրտուքի, եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։ Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում եւ Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ անցած տարվա դեկտեմբերի 30-ին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն հիշյալ տարածքում ապօրինի արդյունահանել է շուրջ 14000 խորանարդ մետր տորֆ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Պարզվեց նաև, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի վարչական տարածքում նույն ընկերության կողմից դեգրադացվել է մոտ 1.5 հեկտար հողատարածք։ Այս մասով պատճառված վնասը կազմել է 328,000 դրամ։ Շարունակվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ձյունառատորերի հեքիաթը կարող է տխուր ավարտ ունենալ։ Հալոցքի հետևանքով տանիքներին առաջացած սառցալեզվակները կարող են իրական սպառնալիք դառնալ անցորդների համար։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Երևանում եւ մարզերում կատարվել են շրջայցեր, որոնց ընթացքում հեռացվել են սառցալեզվակներ։ Մասնավորապես փրկարարական ծառայողները հասարակական նշանակություն ունեցող շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից եւ վերգետնյա անցումներից հեռացրել են կախված սառցալեզվակներն ու ջրհորդաններում գոյացած սառույցները։ Հունվարի 1-ից 12-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումները համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների եւ մարզային համապատասխան կառույցների պատասխանատուների հետ արձագանքել են 162 դեպքի։ Արձագանքում իրականացվել է 89 դպրոցներում, 55 մանկապարտեզներում եւ 18 հասարակական նշանակության այլ օբյեկտներում։ Հետագա վտանգները բացառելու նպատակով աշխատանքները շարունակվում են։ Խնդրեմ ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոստփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է։ Միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։